Պատկերացրեք հետևյալ տեսարանը։ Դուք բախվում եք մի մարդու, ով ձայնը բարձրացնում է, ագրեսիվ վիճում է, փորձում է շահարկել կամ արամարել, ներսում ամեն ինչ եռում է, վերադառնալ գոռալու ցանկությունը, ապացուցելու, որ ճիշտ է, մյուսը փաստարկներով մանրացնելը գրեթե անդիմադրելի է։ Բայց դու լռում ես, ոչ թե թուլության համար, այլ որովհետև գիտի, որ կա մի հարց, որը կարող է լռել զրուցակցին ավելի արդյունավետ, քան ցանկացած ճիչ, հարց, որը նրան չի հաղթի, բայց կդարձնի նրան տեսնել իր փխրունությունը։ Այս բովանդակության մեջ ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես պետք է չեզոքացնել ցանկացած կոնֆլիկտ առանց կռիվների, առանց ագրեսիայի, օգտագործելով միայն պատճառի ուժը։ Յուրաքանչյուր տարաձայնություն, յուրաքանչյուր բուռն քննարկում կամ սադրանք ունի ընդհանուր կետ։ Մարդիկ չեն փնտրում ճշմարտությունը, դիմակ են փնտրում, անկախ նրանից, թե ով է ճիշտ։ Կարևոր է, թե ով է թվում, դա այն է, որտեղ շատերը կորչում են, նրանք ընկնում են ծուղակի մեջ, գոռում են, արդարացնում են իրենց, վիճարկում նույնիսկ ուժասպառ, փորձեք հաղթահարել մեկին, ով չի եկել երկխոսության, բայց վավերացման մեջ։ Եվ այսպես միշտ պարտվեց, ով գերակշռում է հասարակության արվեստը, այլ կերպ է գործում, այն չի արձագանքում չչացողին մեկ այլ աղաղակի հետ, չի մտնում մեքոյի ճակատամարտը, փոխարենը, այն քայլում է և նշում է բառերը, բայց դրանց հետևում մտադրությունը։ Քանի որ ճշմարտությունն այն չէ, թե ինչ է հնչում, դա այն է, ինչ մնում է, երբ աղմուկը դադարում է, այս լռության մեջ է, որ ճիշտ հարց է ծնվել։ Այն չի արվել հաղթելու համար, բայց պարզաբանելու համար, մի հարց, որը մյուսին ստիպում է տեսնել, որ իրականում նա չի հարձակվում ձեզ վրա, բայց փախչում է իրենից, սա հիմնական պահն է, դուք ոչ մեկին չեք իջեցնում։ Դուք պարզապես բարձրանում եք իրավիճակից վեր, ինչպես ասաց Մարկո Աուրելիոն, լավագույն վրեժը նույնը չդառնալը չէ, ինչ հանցագործը, ստոիզմը սովորեցնում է մարդկանց դեմ պայքարել, այլ տեսնել կատարվածի էությունը, նրանք, ովքեր գոռում են։ Դա չեն անում ուժով, բայց վախի պատճառով վերահսկողությունը, հարգանքը կամ ինքնորոշումը կորցնելու վախը, որքան բարձր է փայլում, այնքան ավելի շատ փորձեք համոզել ինքներդ ձեզ, ոչ թե ձեզ, հետևաբար քննարկումը փակ ուղի է, դուք չեք կարող ծեծել նրանց, ովքեր պատերազմի մեջ են, բայց կարող եք հայելին պահել նրա առաջ։ Հարցը պարզ է, հանգիստ, առանց մեղադրանքի։ Ինչու եք հիմա ասում դա, հենց դա, առանց հեգնանքի, առանց պաշտպանության, առանց դատաստանի, պարզապես իսկական հարց է, մյուսը մի պահ անվերապահ է, քանի որ նրա սովորական ռազմավարությունը ընդհատվում է, նա ակնկալում էր ագրեսիվ կրկնօրինակում, կրքոտ հիմնավորում, բայց արտացոլման հրավեր է ստանում, դուք նրան քաշում եք, փոխաբերաբար, հետևի հետևում, նրան հանելով հույզերի հորցանուտից և այն իրականության մեջ դնելով, այս պահին սկսվում է արթնացումը, միշտ չէ, որ անհապաղ, բայց միշտ խորը։ Երբ հարցնում եք. Ինչու եք ասում դա, դուք նվաստացնում եք։ Այն անդամակցում է մարդու սեփական խղճով, ավտոմատների մեծ մասը։ Կրկնեք նախշերը, բղավոցներ, քանի որ այն ավելի հեշտ է, հարձակումներ, քանի որ չգիտեք, թե ինչպես դա անել, դուք թշնամին չեք։ Դա հենց այն է, երբ մյուսի ներքին ռումբը պայթեց, Սեյջը հասկանում է, որ պարտադիր չէ, որ մյուսների հակամարտությունները կայծակնային լինեն, բայց դա կարող է լինել խարիսխի լուր և անսասան։ Այս հարցի ուժը մյուսին լռեցնելն է, այլ բացահայտելու նրա ցավի ծագումը, երբեմն մարդը դուրս է գալիս և հեռանում։ Մյուսներն էլ ավելի են պայթում, բայց դուք այլևս այս խաղում չեք, այն վեր է, ձեր հանգստությունը թուլություն չէ։ Այն վարպետությունն է, ինքնուրույն ուժը, որ հակամարտություն չի կարող տևել, ինչպես ասել է Սիմոն Սինեկը, քաջությունը չի նետել իրեն ճակատամարտի, այլ շարունակում է մնալ ավելի հանդարտ, երբ բոլորը կորցնում են պատճառը, դուք չեք պայքարում։ Ուղղորդում է։ Այս հարցը կարող է տարբեր լինել ըստ իրավիճակի, դա կարող է լինել. Ինչ եք ուզում իրականում հասնել դրան, կամ ձեզ համար, արդյոք ավելի կարևոր է ճիշտ լինել կամ հասկանալ, այս արտահայտություններից յուրաքանչյուրը խարիսխ է մտքի համար, քանի որ այն ներկայացնում է դադար մտածելու տարածություն, եթե մարդը նվազագույն բաց է ազնիվ երկխոսության համար, նա կավարտվի մի վայրկյան, մեկ րոպե, քանի որ ճշմարտությունը լռություն է պահանջում։ Կարևորը ձեր ընտրած բառերը չէ, այլ դրանց հետևում եղած մտադրությունը, եթե խոսելը շարժվել է գրգռումից, դուք արդեն կորցրել եք, եթե խոսում եք հանգստության մասին, ապա առաջնորդվում եք, նրանք, ովքեր հանգստություն են վարում, միշտ խոսում են լայն տեսարանից։ Այն չի պաշտպանում էգոն, պաշտպանում է հստակությունը, դուք նման եք ժայռի, որի դեմ նրանք քարեր են նետում։ Մարդիկ լսում են իրենց և չեն կարող կանգնել իրենց լսածին, հետևաբար, այսպիսի հարցեր։ Դուք ոչինչ չեք պարտադրում։ Դա պարզապես ցույց է տալիս արտացոլումը։
Բայց այս հարցը առանց հուզվելու համար հարկավոր է պատրաստել ներքին, քանի որ երբեմն պատասխանը կլինի ավելի թունավոր, այնուհետև փորձարկվելու է լուռ մնալու ձեր ունակությունը, պետք չէ արձագանքել, պետք չէ միմյանցից փրկել միմյանց, պարզապես ստացեք ամուր, ինչպես փոթորկի ծառը, դուք արդեն հասկացաք. ձեր առջև թշնամին չկա, բայց ինչ-որ մեկը վիրավորվել է, ով չգիտի, թե ինչպես վարվել ձեր սեփական փխրունությամբ, և գիտեք, մի պայքարեք այս փխրունության։ Թող նա դրսևորվի, ապա առաջ շարժվի, դա պարտություն չէ։ Դա ձեզ համար հարգանքի ամենաբարձր մակարդակն է։ Ով է գերիշխում այս արվեստում, էներգիա չի ծախսում ավելորդ մարտերում, դուք գիտեք, թե երբ արժե խոսել և երբ ավելի լավ է փակվել, եթե մարդը փակ է, ագրեսիվ, խուլ, ձեզ հարկավոր չէ փրկել այն, ձեր առաքելությունն է դասեր տալը։ Ձեր լռությունն արդեն դաս է, ինչպես գրել է Էպիկտետոն, որոշ մարդիկ արժանի չեն իրենց խոսքերին։ Նրանք արժանի են իրենց լռության, և դուք ընտրում եք, թե ինչ առաջարկեք։ Հիշեք, երբ ինչ-որ մեկի հետ եք խոսում, դուք չեք խոսում ձեր խոսքերի հետ, բայց ձեր ցավերի, վախերի և ամբիցիաների հետ, եթե ցանկանում եք տեսնել դիմակի հետևում գտնվող անձին, նայեք ասվածից այն կողմ, հաճախ հարձակումը ձեր դեմ չէ, բայց ստվերի դեմ։ Պրոյեկցիա, երբ ինչ-որ մեկը բղավում ես դուք ինձ չեք հարգում, իրականում ասում եք, որ ինքներդ չեք հարգում, երբ դուք ինքներդ ձեզ եսասիրության մեջ մեղադրում, գուցե խոսեք ձեր սեփական անվավերության մասին, դուք դա տեսնում եք, այն չի պաշտպանում իրեն։ Պարզապես հարցրեք հանգիստ, ինչն է ձեզ ստիպում այդպես մտածել, այս հարցը վերադարձնում է պատասխանատվությունը, թույլ մի տվեք, որ մարդը թաքնվի հույզերի հետևում։ Դա պահանջում է փաստեր, էություն, ճշմարտություն, այնուհետև կամ նա ստիպված է արտացոլել կամ նահանջել, բայց դուք մնում եք կենտրոնում, հանդուգն և անվտանգ, և այս կենտրոնում է, որը բնակվում է իր իրական ուժը։ Ստոիզմը սովորեցնում է չմտնել ռազմի դաշտում, բայց մնալ իր ներքին ամրոցում, այս ամրոցը քո խիղճն է, դուք պարզապես չեք տեսնում հակամարտությունը, բայց ինչն է դրանում, և ով է վերահսկում իրեն վերահսկում է իրավիճակը, տպավորիչ է, թե ինչպես է մեկ հանգիստ հարցը կարող է ապամոնտաժել փոթորիկը, մարդիկ ժամանում են զայրույթով, պատրաստ մեղադրանքներով, մտավոր փորձով տասնյակ երկխոսություններ, նրանք արդեն պատկերացրել են իրենց պատասխանները, նրանց պաշտպանությունը, դրանց հակագրոհները։ Բայց դուք պարզապես նայում եք և հարցնում։ Դու անկանում եք հասկանալ կամ պարզապես անհրաժեշտ է կատարել ձեր հիասթափությունը, այս հարցը խախտում է սցենարը, անջատեք հավաքովի սցենարը, մարդը գիտակցում է, որ նա պատրաստվել է պայքարի, բայց դուք այնտեղ եք, առանց զրահով և առանց վախի։ Որը զինաթափում է, դուք չեք կերակրում քննարկումները կամ մուտքագրեք սադրանք։ Պարզապես հայելին պահեք, և այս հայելու մեջ նա իրեն տեսնում է, քանի որ չէր ցանկանա լինել։ Բայց դուք չեք դատում, պարզապես հրաժարվում է խաղալուց, քանի որ Ստոիկսը ասաց. ձեզանից պահանջված չէ արձագանքել յուրաքանչյուրին, ով փորձում է այն քաշել քաոս, ձեր խաղաղությունը ձեր ամենամեծ զենքն է։ Երբ ինչ-որ մեկը քար է նետում ձեր մեջ, ապա դա թույլ չէ վրեժ խնդրելու, դա ընտրություն է, դուք որոշում եք, արդյոք մուտք եք գործում մարդ կամ շարժվում եք, ձեզանից պահանջված չէ հաղթել քննարկումը, նա պարտավոր է իր հետ խաղաղության մեջ մնալ, քանի որ վերջում սա միակ հաղթանակն է, որը կարևոր է։ Ճշմարիտ ուժը ջախջախման մեջ չէ, բայց բացահայտելու մեջ, չկիրառել, բայց առաջարկել, դա ապացուցել, այլ մյուսին տալու հնարավորություն տալու համար։ Նույնը, այսպիսով նրանք գործում են ամենահզոր բառերը։ Նրանք չեն գոռում լռության մեջ, և եթե մարդը պատրաստ լինի, նա կլսի, հարցը ինչպիսին է ինչ եք ասում իրականում, դա կարող է լինել հարթ, բայց կտրող կտրվածքի պես, քանի որ այն բացահայտում է էությունը, շեղելով բառերի հետևում։ Այս պահին ձեր զրուցակիցը երկու եղանակ ունի։ Կամ ճանաչում է ձեր սեփական ագրեսիվությունը և կփակվի, կամ պնդում է դրա վրա, բայց հիմա այլևս դեմ չէ, մինչդեռ դուք այնտեղ եք մնում, հանգիստ չտեղափոխվելով, բայց ոչ սպառում, սա ստոիզմի էությունն է, փոթորիկի աչքի մեջ լինելու ունակությունը, առանց կորցնելու իրեն, առանց դառնալու այն, ինչ հարձակվում է, քանի որ գիտեք։ Եթե հանգստանաք, ոչ միայն վերահսկում եք ինքներդ ձեզ, այլև ձեր շրջապատի իրականությունը։ Մի աշխարհում, որտեղ բոլորը գոռում են, լռությունը ուժ է, և այս հարցում առկա է, այն մանիպուլյացիա չէ, այն գիտակցության հրավեր է, դուք մյուսին առաջարկում եք սցենարից դուրս գալու հնարավորություն, որը տարիներ շարունակ գերակշռում է ձեզ, այո, ոչ բոլորը պատրաստ կլինեն ընդունել այն, ոմանք կփակվեն, մյուսներն էլ ավելի նյարդայնացնում են, բայց անկեղծ եղեք։ Դուք դա չեք անում նրանց համար, դա իր համար է, իրականում չմնալ, ոչ թե հարվածել, պահպանել իր ներքին բարձրությունը։ Իրական ուժը ոչ բոլորին հաղթահարելը չէ, բայց ոչ ոքի թույլ չտալ ոչնչացնել իրենց խաղաղությունը, ինչպես ասաց Կարլ Յունգը, ինչը մեզ նյարդայնացնում է ուրիշների մեջ, կարող է մեզ հասկանանք մեզ, բայց դուք արդեն ինքներդ եք հասկանում։
Դրա համար դուք չեք նյարդայնացնում։ Դուք տեսնում եք արմատը, եւ ով է տեսնում արմատը, խաղեր չի խաղում։ Նա իրականում ապրում է, նույնիսկ հակամարտության մեջտեղում այն մնում է ձեզ, առանց դիմակների, առանց թղթերի, պարզապես դու։ Քննարկման շոքին միշտ էլ կա ընտրություն, արձագանքեք կամ հասկացեք, եւ այս ընտրությունը սահմանում է ոչ միայն խոսակցության արդյունքը, այլև իր աճը, ամեն անգամ երբ դուք պարունակում եք ինքներդ ձեզ եւ խուսափեք պատասխանել ասպեկտներից, դուք ուժեղացնում եք այլ ուժ։ Ավելի բարձր լինելու ուժը այլևս չկա, դիտարկել, ոչ թե պաշտպանել իրեն, դուք նման եք քանդակագործի, ով հեռացնում է ավելորդը հասնելու էության, երբ խոսակցությունում ես հարցնում ես, ինչու ես ասում, թե ինչու ես դա ասում, կամ ինչ եք ակնկալում, որ ես զգամ այս արտահայտությունը, դա մթության մեջ լապտեր է լուսավորում, կամ մարդը լույս է տեսնում լույսով, կամ սկսում է տեսնել, եւ նույնիսկ եթե դուք ստվերում եք ոչինչ չեք կորցնում, քանի որ չեք սուզվել նրա խավարի մեջ, մնաց լույսի ներքո։ Նա մնաց իր հետ։ Ստոիկն այն չէ, ով երբեք չի նյարդայնանում, բայց նա, ով չի կորցնում ուրիշների գրգռվածության մեջ, հետևաբար միշտ մեկ քայլ առաջը, ոմանք շփոթում են հանգստությունը անտարբերությամբ, նրանք կարծում են. Եթե չես գոռում, դա այն պատճառով է, որ դուք չեք մտածում, բայց սա սխալ է նրանց, ովքեր սովոր են դրամային, իրականում ձեր լռությունը ավելի բարձր է խոսում, քան ցանկացած բառ, դրա մեջ կա ուժ, անվտանգություն, հասունություն, երբ հարցնում եք։ Վիճաբանելու փոխարեն դուք չեք շարժվում, դուք բարձրացնում եք գիտակցության մակարդակը, ասում են. Ես այստեղ չեմ, որ ապացուցեմ որևէ բան, ես այստեղ եմ հասկանալու համար, եւ սա հազվադեպ է, դա դարձնում է մյուս կանգառը արտացոլում, քանի որ շատերն օգտագործվում են պայքարելու համար, եւ դուք չեք պայքարում, դուք դիտում եք, հնարավորություն եք տալիս, աջակցեք տարածությանը։ Սա ստոիզմի էությունն է, խոսքը զգացմունքների ճնշման մասին չէ, բայց ստրուկ չլինելը, կարող եք զգալ գրգռվածություն, զայրույթ, հոգնածություն, բայց դա նրանցից չի գործում, ակտեր խորությունից, եւ դա եւս մեկ մակարդակ է, դա արձագանք չէ, դիրքորոշում է։ Նրանք, ովքեր դիրքորոշում ունեն, միշտ առավելություն ունեն, քանի որ նրանք արդեն ընտրել են, ովքեր կլինեն, անկախ հանգամանքներից։ Նկատել եք, թե քանի հակամարտություն է ավարտվում, երկու հոգի գոռում են, վիճում, ընդհատում, սպառվում եւ վերջում ոչինչ չի լուծվում, ոչ ոք չի լսել մյուսը, ոչ մեկը չի մոտեցել ճշմարտությանը, բոլորը, քանի որ ոչ ոք ճիշտ հարց չի տվել։ Մի հարց դուր է, քննարկումը պատ է, դուք ընտրում եք ինչ կառուցել։ Երբ ասում ես. Ինչ ես դու։ Իսկապես զգալ հիմա, խաղում է ոչ թե բառերով, այլ հույզերի մեջ, եւ ահա թե որտեղ է այն սկսվում, միգուցե անհապաղ չի կարելի անվանել, բայց հետո ինչ-որ մեկը չի կռվում։ Ստոիչը դիմակայություն չի փնտրում։ Փնտրեք պարզություն, մի վախեցեք դժվար խոսակցություններից, բայց միշտ հեռավորությունը պահպանում է միմյանց հետ եւ ուրիշների դրաման, դա նման է հիվանդությունը տեսող բժշկի, բայց դրանով աղտոտված չէ, դուք նայում եք մարդուն եւ չեք դատում։ Պարզապես հարցրեք մի հարց, որը հեռացնում է դիմակը, եւ հենց այս պահին դա սկսվում է բուժումը։ Վախ, ակնկալիք, հիասթափություն, ստոիչը չի արձագանքում նրանց, այն իրեն չի նետում իմպուլսիվ պատասխանների վրա, նա տեսնում է, եւ դա արդեն ուժ է, քանի որ տեսնելը իրավիճակը յուրացնելու առաջին քայլն է։ Այս ժամանակներում կարող եք հարցնել այն ամենահզոր հարցերից մեկը, որ գոյություն ունեն։ Ինչ եք ուզում, որ ես դա հասկացնեմ։ Այն զինաթափում է, սա դառնում է ներսից զրույցի խաղը, անձը դադարում է նետել իր հույզերը եւ սկսում է իմաստ փնտրել իր մեջ, այնտեղ երբ միայն մեղադրանքներ առաջացան, երկխոսություն է առաջանում, ստոիչը չի ցանկանում հաղթել քննարկմանը։ Նա ցանկանում է պարզաբանել, գտնել աջակցության կետ ոչ բառերով, այլ իրականում, եւ եթե այս ճշմարտությունը ուրիշի համար նշանակություն չունի, նահանջում է, ոչ թե վախից, այլ ինքներդ ձեզ հարգալից դուրս։ Քանի որ ոչ բոլոր դուռը պետք է բացվի, ոչ բոլոր երկխոսությունը պետք է շարունակվի, ոչ բոլոր ձայնը պետք է լսել, դուք հնարավորություն եք տալիս ընդամենը մեկը, եթե այն չի օգտագործվում, այն շարունակվում է, լռության մեջ, հանգիստ, արժանապատվությամբ։ Ձեզ պարտավոր չէ հարմար լինել, անհրաժեշտ չէ ամեն ինչ մեղմել։ Ստոիկն այն չէ, ով շփտում է ամբողջ ժամանակ, դա այն է, ով միշտ ամուր է իր սկզբունքներում, եթե իրավիճակը պահանջում է, դա կարող է դժվար լինել, բայց երբեք դաժան, դա կարող է լինել պարզ, բայց երբեք նվաստացուցիչ, ուժը ճկուն չէ, անհրաժեշտ է։ Երբեմն հարց եք տալիս մյուսին չթողնելու համար, բայց սահմանը նշելու համար, կարծում ես, որ կարող ես խոսել ինձ հետ այս տոնով, կամ դու անկանում եք երկխոսություն կամ մենախոսություն, այս արտահայտությունները նման են սառը ջրի դույլի, դրանք ագրեսիվ չեն, նրանք չեն հարձակումներ։ Նրանք վերջնական կետեր են, եթե մարդը չի լսում, ձայնը չեք բարձրացնում, դուք հեռանում եք, փոխեք թեման կամ ընդմիջում, քանի որ ձեր նպատակը հաղթելու համար չէ, դա պետք է լինի պարզ։
Ինչպես ասաց Սենեկան, երբ բարկանում ես, դու առաջինը վարձակալում ես քո միտքը, բայց դուք չեք վարձում, դուք ինքներդ եք պատկանում, ձեր խոսքերի տերերը, ձեր կյանքը, ուստի հարցնում եմ փոխարենը վիճելու եւ արդեն հաղթում է, մարդիկ զգում են այդ ուժը, նույնիսկ առանց հասկանալու, թե որտեղից է գալիս։ Երբ դուք լիովին խոսում եք ապահով, առանց որևէ մեկին համոզելու անհրաժեշտության, ապա այն փոխանցում է ներկայության ևս մեկ մակարդակ, դա չի վիճում, քանի որ այն հավանություն չի տալիս, դա արդարացված չէ, քանի որ ապացուցելու բան չունի։ Եվ երբ մի պարզ հարց եք տալիս. Ինչ եք ակնկալում ինձանից հիմա, դուք ինքներդ ձեզ համար թիրախի դերը վերցնում եք, հրաժարվում է մասնակցել հուզական դրամատին։ Անձը կարող է անմիջապես չհասկանալ, կարող եք նույնիսկ փորձել ավելին սեղմել, բայց խորը ներքև նա գիտակցում է, որ նա կանգնած է այլ զրուցակից, ինչ-որ մեկը, ով չի դողում հակամարտության վրա, ով չի լուծվում ճիչին, ով տեսնում է էությունը նույնիսկ այն դեպքում, երբ այն թաքնված է ագրեսիայի հետևում, եւ կա իսկական ուժ։ Դուք ինքներդ ձեզ թույլ չեք տանում։ Ոչ թե տիրապետելու իմաստով, այլ առաջնորդելու, նա խոսում է քիչ, բայց ճշգրիտ, այն ձայնը չի բարձրացնում, բայց բարձրացնում է զրույցի մակարդակը, եւ դրանով նա բարձրացնում է ոչ միայն ինքներդ ձեզ, այլև ձեր շրջապատի վրա։ Մի աշխարհում, որտեղ բոլորը գնում են ապացուցելու, որ իրենք ճիշտ են, իմանալով, թե ինչպես ճիշտ հարց տալ, հազվադեպ նվեր է, դուք չեք ցանկանում ճիշտ լինել, պարզություն եք ուզում, եւ դրանում բնակվում է իր ուժը։ Մի հանգիստ հարցը կարող է ցրել վրդովմունքի, թյուրիմացությունների եւ կասկածների մառախուղը, դա նման է լույսի ճառագայթին, նեղ, բայց խորը, ինչ եք ուզում, որ ես հասկացա, այս հարցը մեղադրում է, չի պաշտպանում իրեն, չի վիճում։ Նա բացահայտում է։ Եվ ով հարցնում է այսպիսի հարցից, արդեն հակամարտությունից վեր է, քանի որ Էմն այն չմտածեց։ Դուրս եկավ, Ստոկը գիտի, թե ինչպես կարելի է հեռանալ նախքան մուտք գործելուց առաջ, նախապես տեսեք, երբ խոսակցությունը կվերածվի եւ սահման կդնի ոչ կոշտություն, ոչ թե հարձակման, այլ ինքներդ ձեզ, դուք չեք կտրում, դուք մատնանշեք։ Եվ եթե մարդը պնդում է պայքարը, ձեզանից պահանջված չէ լինել այնտեղ։ Ձեր խնդիրն է պահպանել գիտակցությունը, եւ գիտակցությունը ընտրություն է, դա հույս չէ, դա արտացոլում չէ, սովորություն չէ, դա միտումնավոր քայլ է, եւ դուք վերցնում եք այն, քանի որ իրական ուժը ուրիշներին վերահսկելու մեջ չէ, այլ ինքներդ վերահսկելու մեջ։ Կարող եք տարիներ անցկացնել հոգեբանության ուսումնասիրություն, հաղորդակցման դասընթացներ վերցնելը, մանիպուլյացիայի գրքերը կարդալով, բայց մեկ հմտություն արժի ավելին, քան այս ամենը։ Իմանալով ճիշտ ժամանակին ճիշտ հարց տալ, դա տեխնիկական չէ, դա մտքի վիճակ է, այն ունի անսասան ներքին միջուկ, քանի որ հարցը գործում է միայն այն ժամանակ, երբ դա գալիս է լռությունից, այդ ներքին լռությունից առանց վախի, առանց որևէ բան ապացուցելու անհրաժեշտության։ Հարցը շահելու զենք չէ, դա դադարեցնելու գործիք է, եւ երբեմն ինքներդ ձեզ փրկելու ավելորդ հակամարտություններից, դատարկ խոսակցություններից, ինչը միայն ներքևում է։ Ստոյչը ոչինչ չի ծախսում ոչնչի համար, այն չի պայքարում բոլոր ճակատներում, ընտրեք, թե որտեղ պետք է լինի, եւ ամենից առաջ, ընտրեք, թե ով է լինելու, կարող եք ասել։ Ես չեմ ուզում շարունակել այս խոսակցությունը այդ տոնով, սա նաեւ հարց է մյուսը, իրավիճակի համար, ինքներդ ձեզ համար, եւ եթե ասում եք, որ ոչ գրգռվածությամբ, այլ ամուր, ամեն ինչ փոխվում է։ Քանի որ իրական հասունությունը իմանալով, թե ինչպես պետք է վերջ տալ առանց գոռալու, թողնելով առանց դուռը թակելու, մնալով առանց այրման, երբ իսկապես ուժեղ եք դառնում, այլևս կարիք չկա այն ապացուցել խոսքերով, ճիչերով կամ քննարկումներում հաղթանակներով։ Քանի որ նա գտավ, որ իրական հաղթանակը խաղաղության մեջ մնալն է, երբ շուրջ պատերազմ կա, չկորցնելու, երբ փորձում են տապալել այն, երբ նրանք գայթակղում են։ Եվ եթե դուք սովորում եք հարցեր տալ հարձակման փոխարեն, դուք արդեն դարձել եք մեկ այլ, դա ամբողջի այլևս մաս չէ, այլևս աղմուկի մասնակից չէ, դա դիտորդ է, մտածող, ներքին առաջնորդ։ Դա հեշտ չէ, կան ժամանակներ, երբ կամքը պայթելու է, գոռում, ապացուցել ձեր կարծիքը, բայց հենց այս պահերին դա պետք է հիշի։ Հարցը կարող է ավելի հզոր լինել, քան 1000 փաստարկներ, եւ երբ դա անում ես, դու կառավարում ես, իսկ ով է ղեկավարվում կանոնները, ղեկավարում է ձեր աշխարհը։ Թող ձեր խոսքերը լինեն հազվադեպ, բայց ճիշտ, թող ձեր լռությունները ավելի բարձր լինեն, քան ուրիշների ճիչերը, եւ որ ցանկացած փոթորիկ մնում եք խարիսխ, քանի որ ուժը ծավալ չէ, դա պարզ է, եւ դուք արդեն գտել եք այն։